Ռուսաստանի արտգործնախարարությունը պարզվում է ունի դեպարտամենտներ եւ դրանցից 4-րդի ղեկավարը, որը Կալուգին է ազգանվամբ, առաջի անգամ ենք լսում, գոնե մենք Հայաստանի հետ կապված մի անդրադարձ է կատարել պետական ՌԻԱ Նովոստի գործակալությանը, ասելով, որ այդ թրիփը, որը Հայաստանում կառուցվում է, նախ իրենք պետք է մի հատ ուսումնասիրեն, հասկանան դա ինչպես է լինելու, բայց ինչպես ասում են գլխանց, հայտարարում է, որ դա առանց Ռուսաստանի չի կառուցվի, հետևաբար Հայաստանի հետ պետք է խորհրդակցեն, շարունակեն խոսել այդ մասնակցության մասին Ռուսաստանի, դրա ստեղծմանը, ձևավորմանը, թե ինչ ձևերով պետք է Ռուսաստանը դրան մասնակցի։ Դրան անդրադարձ կատարեց նաև մեր խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ասելով, ոչ մի խորհրդակցություն էլ չի գնում։ Բայց Ռուբեն Ռուբինյանը այդքանով սահմանափակվեց, մենք կշարունակենք։ Ի վերջո այդ թրիփը, որ պետք է կառուցվի, դա արդյունք է այն պայմանավորվածության, որ ձեռք բերվեց Վաշինգտոնում օգոստոսի 8-ին եւ կառուցվելու է հայ-ամերիկյան կոնսորցիումի կողմից կատարումն այդ պայմանավորվածությունների արդեն երկկողմ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Դրան կարող են միանալ կողմեր, ում հավանություն կտան եւ հայկական եւ ամերիկյան կողմերը։ Սակայն պարոն Կալուգինը համարում է, որ առանց Ռուսաստանի դա կառուցել չի լինի։ Իհարկե նա ստում է, չնայած պատճառ բերելով, թե կոնցեսիա ունի Ռուսաստանը, ունի չի ունենա, ասելով, որ այնտեղ զորքեր են կանգնած, չեն կանգնի ուրեմն։ Իսկ ով է ասել, որ նրանք պետք է կանգնեն, իսկ այդ կոնցեսիան էլ անվերջ շարունակվի, կոնցեսիա, որը Հայաստանին ոչինչ չի տալիս, միայն Հայաստանից տանում է։ Էլ չեմ ասում, մեր երկաթուղին ուղղակի դեգրադացված վիճակում է։ Մի հատ նայեք մեր հարևան Վրաստանում ինչ շարժակազմեր են երթևեկում եւ ինչ արագությամբ, եւ նայեք ինչպիսին է այն Հայաստանում։ Եվ ուրեմն Ռուբեն Ռուբինյանը չասած, բայց մենք կասենք հենց ռուս դասականներից մեջ բերելով հենց ռուսերենով։ Ոչ թե մասնակցություն, այլ от мертвого осла уши, получите у Пушкина, господин Калугин։